Վարդենիս քաղաքի Ծովակալ Իսակովի 1444 մետր երկարությամբ փողոցն ավելի քան 4 տասնամյակ անց կրկին ասֆալտի երես կտեսնի։ Տրանսպորտային միջոցների համար գրեթե անանցանելի այս հատվածը հիմնանորոգվում է սուբվենցիոն ծրագրով։ Կառավարության եւ համայնքի ներդրած 164 միլիոն 200 հազար դրամով կկառուցվի ջրահեռացման ցանց, փողոցը կկահավորվի եւ կունենա մայթեր։ Կատարել ենք հիմքի հանում, ջրահեռացման հակերն ենք տեղադրել, պատրաստ է արդեն, հիմա էլ պատրաստվում ենք ասֆալտապատմանը։ Փոքր ավազներով մայթեր են կառուցվելու, վсё այդքան բաներ։ Այս փողոցը միացնում է Վիկտոր Համբարձումյան փողոցը եւ Անդրանիկի փողոցը, հատում են այդ փողոցները, որով իրականացնելու ենք համայնքի կենտրոնական փողոցների ծանրաբեռնվածության թեթևացում Իսակով փողոցի հաշվին։ Ճանապարհի շինարարությունը մեկնարկել էր հուլիսի երկրորդ կեսին եւ մինչեւ օգոստոսի վերջ արդեն ամբողջությամբ ավարտված կլինի։ Բավական խիտ բնակեցված փողոցում կվերականգնվի հետիոտների եւ տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունը, անցյալում կմնան ցեխն ու փոշին։ Ես 49 տարի բնակվում եմ այստեղ, մինակ 40 տարի առաջ է ասֆալտապատեղը շատ անորակ վիճակ էր, շատ, վերին աստիճանի, մեքենաների անցուդարձ вообще չկար։ Ընտիր աշխատանք է կատարվում ու արագ, այնց արագ չենք պատկերացնի, որ այնց արագ գլներ ես ճանապարհներն։ Մեկ շինհրապարակ էլ գործում է Վարդենիսի մուտքային հատվածում։ Ընթացքի մեջ է քաղաքի հրապարակի հիմնանորոգումը։ Այստեղ լինելու է կանաչապատ տարածք եւ 25 մետր բարձրությամբ դրոշակաձող։ Շինարարության համար պահանջվող 16 միլիոն 230 հազար դրամը հատկացվել է համայնքային բյուջեից։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, լուրերի համար։